Ողբի արդյունքը Աստվածահաճո ողբի արդյունքում գալիս է մխիթարություն, նրանք կմխիթարվեն, այդ պատճառով նրանք իսկապես երանելի են, երջանկությունը ոչ թե ողբի մեջ է, այլ այն մխիթարության, որ Աստված ուղարկում է նրանց, ովքեր ողբում են իրենց մեղքերի համար, ուժեղացնող աուտոս նրանք դերանունը ընդգծում է, որ միայն նրանք, ովքեր ողբում են իրենց մեղքերի համար, կստանան մխիթարություն, Աստծո մխիթարության երանությունը վերապահված է բացառապես կոտրված սրտերի համար, միայն նրանց համար, ովքեր ողբում են իրենց մեղքերի համար, Քրիստոսի սիրառատ ձեռքը կսրբի ամեն արցունք նրանց աչքերից։ Մխիթարվել, հունարեն պարակալեո բառից, որն ունի նույն արմատը, ինչ Հովհաննեսի ավետարան 14-րդ գլուխ 16 խոսքում, կարդանք. Եվ ես հորը պիտի աղաչեմ, և նա ձեզ ուրիշ մխիթարիչ պիտի տա, որ ձեզ հետ մնա հավիտյան։ Մխիթարիչ կամ օգնական գոյականը, որտեղ Հիսուսը առաջին մխիթարիչն էր, իսկ Սուրբ Հոգին ուրիշ։ Հին կտակարանը նույնպես խոսում է Աստծո կողմից ողբացողներին մխիթարելու մասին։ Օրինակ, Եսայան հայտարարում է, որ Մեսիան կգա հռչակելու Տիրոջ ընդունելի տարին և մեր Աստծո վրեժխնդրության օրը, մխիթարելու բոլոր նրանց, որ սգում են, նրանց համար, որ սուգ են անում Սիոնում, սահմանելու, որ նրանց գեղեցկություն տրվի մոխրի փոխարեն, ուրախության յուղ սգի փոխարեն, փառաբանության պատմուճան ծանրության հոգու փոխարեն, որպեսզի կոչվեն արդարության ծառեր, Տիրոջ տնկածները, որպեսզի ինքը փառավորվի։ Դավիթը մխիթարվեց իր երկնային հովվի գավազանով ու ցուպով, կարդանք Սաղմոս 23 4 խոսք։ Եթե անգամ մահվանց տվերի ձորից անցնեմ, չարից չեմ վախենա, քանի որ դու ինձ հետ ես, քո ցուպն ու գավազանը նրանք են ինձ մխիթարում։ Հենց որ մեր ողբը հասնում է Աստծո գահին, նրա հրաշալի, անհամեմատելի մխիթարությունը իջնում է մեզ մոտ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Մենք պատկանում ենք բոլոր մխիթարությունների Աստծուն, ով միշտ պատրաստ է բավարարելու մեր կարիքները, հրահանգել, ամրապնդել, քաջալերել մեզ և կարեկցանք ցուցաբերել մեր հանդեպ։ Աստված է մխիթարության Աստվածը, Քրիստոս մխիթարության Քրիստոսը, իսկ Սուրբ Հոգին մխիթարության Հոգին։ Այսպիսով, հավատացյալները ստանում են մխիթարություն երրորդության բոլոր երեք անձերից։ Մխիթարվել բայի ապագա ժամանակը ցույց չի տալիս մեր կյանքի մայրամուտը կամ ժամանակների վերջը։ Ինչպես մյուս օրհնությունները, մխիթարությունը լիարժեքություն կստանա միայն այն ժամանակ, երբ մենք դեմ առ դեմ տեսնենք Տիրոջը։ Կարդանք Հայտնություն 21-րդ գլուխ 4-րդ խոսք։ Եվ Աստված նրանց աչքերից սրբելու է բոլոր արցունքները, ու այլևս մահ չի լինելու, ոչ սուգ, ոչ աղաղակ և ոչ էլ ցավ է լինելու այսուհետև, քանի որ նախկին բաներն անցան։ Բայց Մատթեոսի ավետարան 5-րդ գլուխ 4-րդ խոսքում մխիթարությունը գալիս է ապագայում, միայն այն իմաստով, որ օրհնությունը հաջորդում է հնազանդությանը, մխիթարությունը գալիս է ողբից հետո։ Կրկին ու կրկին, ողբալով մեր մեղքը, մենք կրկին ու կրկին կստանանք մխիթարություն արդեն հիմա, երկրային կյանքում։ Աստված ոչ միայն ապագայի մխիթարության Աստվածն է, այլև ներկայի։ Կարդանք 2 Թեսաղոնիկեցի 2-րդ գլուխ 16 խոսք։ Այժմ մեր Տեր Հիսուս Քրիստոսն ինքը ու Աստված մեր Հայրը, որ սիրեց մեզ և շնորհով հավիտենական մխիթարություն ու բարի հույս տվեց մեզ։ Նույնիսկ Աստծո գրավոր խոսքն է մեզ քաջալերում, տալով հույս և մխիթարություն։ Կարդանք Հռոմեացիս 15-րդ գլուխ 4-րդ խոսք։ Որովհետև ինչ որ սկզբից գրվեց, մեր սովորելու համար գրվեց, որ մենք համբերության և գրքերի մխիթարության միջոցով հույս ունենանք։ Աստծուց և նրա խոսքից մխիթարություն ստանալով, մենք կանչված ենք մխիթարելու միմյանց, նրա խոսքի խոստումներով։ Կարդանք Առաջի Թեսաղոնիկեցի 4-րդ գլուխ 18 խոսք, համեմատելով 2 Կորինթացի 1 գլուխ 6-րդ խոսք, 7-րդ գլուխ 13-րդ խոսք և 13-րդ գլուխ 11 խոսքերի հետ։ Առաջի Թեսաղոնիկեցի 4-րդ գլուխ 18 խոսք։
Ուրեմն մխիթարեցեք միմյանց այս խոսքերով։ Երկրորդ Կորինթացի 1:6 խոսք։ Եվ եթե նեղություն ենք կրում, դա ձեր մխիթարության և փրկության համար է, որ ձեռք է բերվում նույն տառապանքներին տոկալով, որոնցով մենք ենք տառապում, կամ եթե մխիթարվում ենք, դա ձեր սփոփանքի ու փրկության համար է։ 7:13 խոսք։ Դրա համար ձեր մխիթարությամբ մենք մխիթարվեցինք, և խիստ ուրախացանք Տիտոսի ուրախության համար, որ նրա հոգին ձեր մեջ նորոգվել էր։ 13:11 խոսք։ Վերջապես, եղբայրներ, ողջ եղեք, հաստատ մնացեք, մխիթարվեցեք, միաբան եղեք, խաղաղությամբ վարվեցեք, և սիրո ու խաղաղության Աստվածը ձեզ հետ պիտի լինի։ Երջանկությունը այցելում է սգացող մարդկանց, որովհետև աստվածահաճո վիշտը տանում է դեպի աստվածային մխիթարության։ Կարդանք Մատթեոսի ավետարան 11:28 խոսք։ Ինձ մոտ եկեք, բոլոր հոգնածներ և բեռնավորվածներ, և ես ձեզ հանգստություն կտամ։ Նա կհանի ծանրությունը հոգնած ուսերից նրանց, ովքեր ողբում են իրենց մեղքերի համար, և կհանգստացնի նրանց, ովքեր ուժասպառ են մեղքից։ Նա չի հոգնի մեղքերը ներելուց, քանի դեռ մենք խոստովանում ենք դրանք, և քանի դեռ մենք ողբում ենք մեղքերի համար, նա կմխիթարի մեզ։ Ինչպես սովորել ողբալ։ Ինչից է կազմված իսկական ողբը մեղքերի համար։ Որտեղ կարող ենք գտնել աստվածահաճո վիշտը։ Հեռացրեք խոչընդոտները։ Առաջին քայլը կայանում է նրանում, որ վերացնենք ամեն ինչ, ինչը խանգարում է մեզ ողբալ, ինչը սնուցում է մեր ինքնաբավարարվածությունը, ստիպում է հակառակվել Աստծո հոգուն և կասկածել նրա խոսքին, և որը կարծրացնում է մեր սրտերը։ Քարե սիրտը չի ողբում։ Այն անտարբեր է Աստծո նկատմամբ, և շնորհի հերկումը չի կարող այն մշակել։ Միակ բանը, ինչին ընդունակ է կարծրացած սիրտը, դա բարկություն կուտակելն է բարկության օրվա համար։ Սերը մեղքի հանդեպ ամենակարևոր խոչընդոտն է ողբի։ Մեղքի մեջ համառությունը սառեցնում և կարծրացնում է սիրտը։ Հուսահատությունը նույնպես խանգարում է ողբին, որովհետև արտահայտում է անվստահություն Աստծո նկատմամբ, հրաժարվելով ապավինել նրա փրկությանը և օգնությանը։ Հուսահատությունը դա շնորհի սահմաններից դուրս գնալն է։ Երեմիան գրեց այդպիսի մարդկանց մասին։ Կարդանք Երեմիա 18:12 խոսք։ Բայց նրանք ասում են. անհնարին է, որովհետև մենք մեր խորհուրդների հետևից ենք գնալու։ Յուրաքանչյուր ոք իր չար սրտի կամակորությունը պիտի կատարի։ Հուսահատված մարդը կարծում է, որ նա դատապարտված է մեղք գործելու։ Հավատալով, որ Աստված նրան թողել է, նա թողնում է Աստծուն։ Հուսահատությունը արդարացնում է մեղքը նրանով, որ ենթադրաբար մարդը այլ ընտրություն չունի։ Հուսահատությունը թաքցնում է Աստծո ողորմությունը կասկածների արհեստական ամպերի հետևում։ Մեկ այլ խոչընդոտ դա ինքնաբավարարվածությունն է, որը դուրս է մղում ցանկացած միտք մեղքի մասին և համոզում է մարդուն, որ ողբալու ոչինչ չկա։ Այն նման է անփույթ բժշկի, ով քաղցկեղը բուժում է սովորական մրսածության սկզբունքով։ Բայց եթե Քրիստոսին անհրաժեշտ էր արյուն թափել, որպեսզի մեզ փրկի մեղքից, ապա որքան սարսափելի է մեր մեղքը։ Ինքնավստահությունը խոչընդոտում է ողբին, քանի որ դա հպարտության ձևերից մեկն է։ Ինքնավստահ մարդը ընդունում է շնորհի կարիքը, բայց ոչ այդքան մեծ։ Նա բավարարվում է էժան շնորհով, մտածելով, որ Աստծուն հեշտ կլինի նրան ներել, քանի որ նրա մեղքերը փոքր են։ Մեղքը դա իհարկե վատ է, մտածում է նա, բայց այնքան վատ չէ, որ այն խոստովանի, ապաշխարի կամ թողնի այն։ Սակայն Աստված Եսայայի միջոցով հայտարարեց։ Կարդանք Եսայա 55:7 խոսք։ Ամբարիշտը թող թողնի իր ճանապարհը, և անօրեն մարդը իր խորհուրդները, և Տիրոջը թող դառնա, մեր Աստծուն, քանի որ նա առատորեն կների։ Չապաշխարող, ինքնավստահ մարդուն, ով չի ցանկանում թողնել մեղքը,
ոչ մի ներում չի առաջարկվում։ Հակառակն ասող ավետարանը միշտ օգտվել է հայտնիությամբ, եւ այն հատկապես հայտնի է մեր օրերում։ Բայց սա կեղծ ավետարան է, ուրիշ ավետարան, աղավաղող եւ հակասող աստվածաշնչյան բարի լուրին։ Դանդաղությունը խանգարում է աստվածահաճո ողբին, պարզապես այն հետաձգելով ավելի ուշի համար։ Այն ասում է. «Մի օր, երբ հարմար լինի, ես ուշադիր կնայեմ մեղքերին, կխոստովանեմ դրանք եւ կխնդրեմ Աստծուց ներում ու մաքրում»։ Բայց դանդաղությունը վտանգավոր է եւ անխոհեմ, քանի որ մենք չգիտենք, թե վաղը ինչ է լինելու, քանի որ ինչ է մեր կյանքը։ Այն գոլորշի է, որ կարճ ժամանակով երևում ու անհետանում է։ Հակոբոս 4:14 խոսք։ Որքան շուտ սկսեք մեղքի հիվանդության բուժումը, այնքան շուտ կգա ապաքինումը։ Եթե այն չբուժեն, ապա կանխատեսումը շատ հիասթափեցնող է, քանի որ երբեք չգիտես, կհասնես արդյոք ժամանակին մեղքը խոստովանել, թե ոչ։ Ամենակարևոր քայլը ցանկացած խոչընդոտների վերացման կայանում է Աստծո սրբության եւ Քրիստոսի խաչի մեծության սխրանքը հասկանալու մեջ։ Եթե Քրիստոսի չարչարանքների պատկերը անզոր է հալեցնելու եւ ջախջախելու սառը, կարծրացած սիրտը, ապա այն արդեն ոչինչ չի հալեցնի եւ չի ջախջախի։ Ուսումնասիրել Սուրբ Գիրքը։ Երկրորդ քայլը աստվածահաճո վշտի կայանում է մեղքի ուսումնասիրության մեջ, Աստվածաշնչի հիման վրա, գիտակցելով, թե որքան զզվելի եւ նողկալի է մեղքը Աստծո համար, եւ որքան վտանգավոր ու վնասակար է այն մեզ համար։ Մենք պետք է սովորենք Դավթից չմոռանալ մեր մեղավորությունը։ Քանի որ ես ընդունում եմ իմ հանցանքները, ու իմ մեղքը միշտ իմ առջևում է։ Սաղմոս 51:3 խոսք։ Իսկ Եսայայից ասել. «Վայ ինձ, որովհետև կորած եմ, որովհետև ես պիղծ շուրթերով մարդ եմ»։ Եսայա 6:5 խոսք։ Մենք պետք է սովորենք խոստովանել Պետրոսի հետ միասին. «Ես մեղավոր մարդ եմ», եւ օրինակ վերցնենք Պողոսից, ով իրեն մեղավորներից ամենավատն էր համարում։ Կարդանք 1 Տիմոթեոս 1:15 խոսք։ Ճշմարիտ եւ ամենայն ընդունելության է արժանի այս խոսքը, թե Քրիստոս Հիսուսն աշխարհ եկավ մեղավորներին փրկելու, որոնց գլխավորը ես եմ։ Տեսնելով, որ նույնիսկ Աստծո այդպիսի մեծ մարդիկ հայտարարում են իրենց մեղքի մասին, մենք պարզապես պարտավոր ենք ընդունել մեր մեղքի իրականությունը ու խորությունը։ Մեղքը ոտնակոխ է անում Տիրոջ օրենքները, ծաղրում է նրա սերը, տրտմեցնում է Սուրբ Հոգուն, արհամարանքով մերժում օրհնությունն ու ներումը եւ ողջ ուժով դիմադրում է շնորհին։ Մեղքը թուլացնում եւ պղծում է մեզ։ Նա մեզանից խլում է մխիթարությունը, բայց ինչն ավելի վատ է, նա ոտնահարում է Աստծո փառքը։ Աղոթեք։ Երրորդ քայլը աստվածահաճո վշտի աղոթել սրտի կոտրվածության համար, որը միայն Աստված կարող է տալ եւ որը նա երբեք չի հրաժարվում տալուց։ Պետք է հիշել, որ խոնարհությունը կախված է Աստծո ազդեցությունից հոգու վրա։ Աստվածահաճո ողբի ճանապարհը մարդու գործերի մեջ չէ, այլ Աստծո փրկարար շնորհով։ Ինչպես իմանալ քո վիշտը։ Դժվար չէ իմանալ, թե արդյոք մենք ունենք աստվածահաճո վիշտ։ Առաջին հերթին պետք է հարցնել ինքներս մեզ, թե ինչպես ենք ընկալում մեղքը։ Եթե մենք ժպտում ենք նրան, հանգիստ ենք վերաբերվում նրան, կամ նույնիսկ վայելում ենք այն, ապա կարող ենք վստահությամբ ասել, որ մենք նրա համար չենք ողբում, եւ այդ պատճառով մեզ զրկում ենք Տիրոջ օրհնություններից։ Կեղծավորների ցուցադրական արդարությունը, ովքեր մտածում են միայն ուրիշների առջև սուրբ երևալու մասին, ազգայուն է մեղքի նկատմամբ եւ հոգ է տանում միայն իր հեղինակության եւ պրեստիժի մասին։ Տեսեք Մատթեոսի ավետարան 6:1-18 խոսքերը։ Նույնը վերաբերում է նրանց ցուցադրական շնորհակալությանը, ովքեր իրենց մյուսներից ավելի լավն են համարում։ Կարդանք Ղուկասի ավետարան 18:11 խոսքը։ Փարիսեցին կանգնեց ու ինքն իրեն այսպես աղոթեց. «Աստված իմ, շնորհակալ եմ քեզնից, որ ես ուրիշների պես չեմ, հափշտակող, անիրավ, շնացող, կամ էլ այս մաքսավորի նման։
Սավուղը չզղջաց, որ անհնազանդ էր եղել Աստծուն, չոչնչացնելով Ագագ թագավորին և պահպանելով ամաղեկացիների լավագույն կենդանիները, բայց նա չապաշխարեց, չողբաց իր մեղքի համար։ Ընդհակառակը, նա փորձեց արդարանալ, պնդելով, որ կենդանիներին թողել են Տիրոջը զոհաբերության համար, և ընդհանրապես, որ դա անել նրան ստիպել է ժողովուրդը։ Նա 2 անգամ ընդունեց իր մեղքը և նույնիսկ խնդրեց Սամուելից ներողություն, բայց իրեն ավելի շատ հետաքրքիր էր իր իմիջը, քան Աստծո փառքը։ Կարդանք Առաջի Թագավորաց 15-րդ գլուխ 30-րդ խոսք։ Եվ Սավուղն ասաց. Ես մեղք եմ գործել, բայց հիմա խնդրում եմ ժողովրդիս ավագների ու Իսրայելի առջև պատվիր ինձ և ինձ հետ վերադարձիր, որպեսզի քո Տեր Աստծուն երկրպագեմ։ Սավուղի վիշտը անբարեպաշտ էր, հեռու Աստվածահաճո ողբից։ Տիրոջը հաճելի լացը անպայման ուղեկցվում է մեղքերի համար վշտով։ Այս դեպքում գլխավոր հոգսը կլինի Աստծո վերաբերմունքը մեղքի նկատմամբ, այլ ոչ թե այն, թե ինչպես հրապարակայնությունը կազդի մեր հեղինակության կամ բարեկեցության վրա։ Եթե մեր ողբը ճիշտ է, մենք նույնպես կսկսենք վշտանալ մեր մերձավորների մեղքերի և ողջ աշխարհի մեղքերի համար։ Սաղմոս 2-ի հետ միասին մենք կբացականչենք։ Կարդանք Սաղմոս 119-136։ Ջրերի վտակներ են հոսում իմ աչքերից, որովհետև քո օրենքը չեմ պահում։ Մենք Երեմիայի հետ միասին կցանկանանք, որ որևէ մեկը մեր գլխին ջուր տա և աչքերին արցունքների աղբյուր։ Կարդանք Երեմիա 9-րդ գլուխ 1-րդ խոսք։ Երանի թե գլուխս ջուր լիներ և աչքերս արտասուքի աղբյուր, որ ցերեկ ու գիշեր լաց լինեի իմ ժողովրդի դստեր սպանվածների վրա։ Եվ Երեմիայի ողբերը 1 գլուխ 16 խոսք։ Այս բաների համար ես լաց եմ լինում, աչքերս ջուր են թափում, որովհետև մխիթարիչս, իմ սիրտը հանգստացնողը հեռացել է ինձանից, որդիներս կորստյան մատնվեցին, որովհետև թշնամին գերիշխեց։ Եզեկիելի հետ միասին մենք կփնտրենք մեր շուրջը մարդկանց, ովքեր հեծում ու ողբում են այնտեղ կատարվող պղծությունների համար։ Եզեկիել 9-րդ գլուխ 4-րդ խոսք։ Եվ կարդանք Սաղմոս 69-9-րդ խոսք։ Քանի որ քո տան նախանձն ինձ կերավ, ու քեզ նախատողների նախատինքն ինձ վրա ընկավ։ Նայելով աշխարհին, մենք կլացենք այնպես, ինչպես լաց եղավ Հիսուսը նայելով Երուսաղեմին։ Երկրորդ միջոցը ինքդ քեզ ստուգելու կայանում է նրանում, որ հիշեք, արդյոք երբևէ զգացել եք Աստծո ներումը։ Մենք արդյոք զգացել ենք թեթևություն և հանգստություն, իմանալով, որ մեր մեղքերը ներված են։ Արդյոք մեր կյանքը լցվում է Աստծո խաղաղությամբ և ուրախությամբ։ Արդյոք մենք զգացել ենք լացից հետո իրական երջանկություն։ Արդյոք մենք ունենք այն մխիթարությունը, որ Աստված խոստանում է ներված, մաքրված և սրբագործված մարդուն։ Կարդանք Սաղմոս 126-5-6 խոսքեր։ Նրանք, որ արցունքով են ցանում, ցնծությամբ են հնձելու։ Նա, ով լալով է գնում, թանկագին սերմը տանելով, անկասկած ցնծալով է վերադառնալու իր հնձերը բերելով։